Գիտելիքի օրվան ընդառաջ օգոստոսի 29-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ղեկավարությունը Սևանի, Ճամբարակի, Մարտունու և Վարդենիսի բաժնի պետերի հետ ուղևորվեցին մարզի սահմանամերձ գոտի փոքրիկ անակնկալ մատուցելու տեղի դպրոցների առաջին դասարանցիներին։ Ոստիկանները նախ եղան Վերին Ճամբարակի Մուսայել Քոչարյանի անվան հիմնական դպրոցում, ապա Թթուջուր, Վահան, Արտանիշ և Ջիլ գյուղերի հիմնական դպրոցներում։ Ամեն տեղ պատկերը նույնն էր։ Նրանց դիմավորում էին համայնքի ղեկավարները, տնօրեններն ու դասղեկները, հյուրերին առաջնորդում դասարաններ։ Նրանց սրտատրոփ սպասողներ կային։ Ոստիկանները մանուկներին հանձնեցին նվերները, պայուսակներ, գրենական պիտույքներ ու աշխատանքային տետրեր։ Անընդհատ մենք լսում ենք Վլադիմիր Գասպարյանի հորդորը ոստիկանություն և դպրոց կապի մասին և պիտի հավաստեմ, որ այդ կապը իրականացված է, ոստիկանների անընդհատ ուշադրության կենտրոնում է դպրոցը, դպրոցի մատաղ սերունդը և ճիշտ դաստիարակությունը։ Սարից այն կողմ թշնամին է ու նվերի արժեքն այստեղ այլ չափորոշիչ ունի։ Մանուկներն ու մեծերը լավ գիտեն, դա մշտական ուշադրություն է նրանց հոգսերի ու խնդիրների, նրանց անվտանգության նկատմամբ։ Այդ ուշադրության հերթական դրսևորումն էլ խորհուրդ ունի, որ կօգնի փոքրիկներին դառնալու զինվոր և հայոց լեզվի մի նոր ջահակիր։ Սիրում եմ քեզ հայոց լեզու, մայրիկիս պես անուշ ես դու, քեզնով եմ հպարտանում, կարդում, գրում, արտասանում։ Վաղը սեպտեմբերի 1-ն է, գիտելիքի օրը։ Վաղը մեր երկրի բոլոր դպրոցներում կհնչեն ուսումնական տարվա սկիզբն ազդարարող զանգերը, իսկ սա ամոթխած ու ժպտադեմ այս մանուկների մեր երկրի վաղվա տերերի առաջին դասն էր։